Խոսքս աղոթքին կվերաբերվի աղոթքի մասին։ Մի կարճ խոսք, որ կա սրտումս։ Մենք մարդկանց մեջ շփվելով հաճախ նկատում ենք, թե մարդկանց խոսքերի մեջ ինչն է ավելի շատ գործածվում։ Մարդիկ ավելի շատ ինչպիսի արտահայտությունների են հակված, իրենց մտածողության մեջ ինչի վրա են ավելի շատ իրանց խոսակցությունները ուղղված, իրենց բառերը։ Մի քանի բառեր եմ հանել, կարծում եմ ձեզ էլ ծանոթ կլինի, ու շարունակենք այն խոսքը, որ կա իմ սրտում։ Շատ անգամներ ենք լսել, թե որ մարդիկ ասում են, դե ինչ կլինի, թող լինի։ Ծանոթ բան եմ ասում։ Ինչ կլինի, թող լինի։ Կամ երբեմն ասում են, ուրեմն այդպես էր պետք։ Տենց էր պետք։ Կամ լինող բանը կլինի, դե մի բան կլինի, դե ինչ որ մի բան կլինի։ Եթե այս արտահայտությունները մենք փոխարինենք հոգևոր բառերով, դե Աստված մի բան կանի, փորձենք հոգևորացնենք այս բառերը։ Դե Աստված ողորմած է, դե Աստված մեծ է, մի բան կանի, մի բան կլինի։ Կարծում եմ նման բաներ թե մենք ենք ասել, թե մենք շատ անգամներ լսել ենք։ Ուզում եմ կարդանք Երկրորդ օրինաց 9-րդ գլխից մի քանի հատված։ Էսի են տեղն է, երբ որ Մովսեսը ներկայացնում է Իսրայելի պատկերը։ Դու շատ անգամներ է Իսրայելի պատկերը ներկայացվում, բայց այս 9-րդ գլխում Մովսեսը նույնպես անդրադառնում է Իսրայելին։ Ուրեմն 9-րդ գլխի 6-րդ խոսքում այսպես է ներկայացնում, որ դուք խստապարանոց ժողովուրդ եք։ 7-րդ խոսքում ասում է, որ դուք անհնազանդ եք։ 8-րդ խոսքում ասում է, որ դուք Տիրոջը բարկացնող մարդիկ եք։ 12-16 խոսքերում ասում է, որ դուք կուռքեր շինեցիք։ 20-րդ խոսքում Մովսեսը ներկայացնում է, որ Աստված Ահարոնի վրա բարկացավ։ Ես հիմա ուզում եմ խոսել Մովսեսի կերպարի մասին։ Այսքան բանը տեսնելով Մովսեսը իրեն ինչպես էր դրսևորում, ինչպես էր արձագանքում, որն էր Մովսեսի արձագանքը։ 18 խոսքը ուզում եմ կենտրոնանամ 18 խոսքի վրա։ 9-րդ գլուխ 18 խոսք։ Ետքը առաջվա պես Տիրոջ առջև աղաչեցի 40 օր ու 40 գիշեր, ոչ հաց կերա, ոչ ջուր խմեցի, ձեր գործած բոլոր մեղքերի համար, որովհետև Տիրոջ առջև չարություն անելով նրան բարկացրել եք։ 26 համարը կարդամ։ Ես Տիրոջը աղաչելով ասեցի. Ով Տեր Եհովա, մի կորսնցրու քո ժողովուրդդ ու ժառանգությունդ, որ քո մեծությունովդ ազատեցիր ու զորավոր ձեռքովդ Եգիպտոսից հանեցիր։ Մովսեսը ամեն օր տեսնում էր Իսրայելի այս վիճակը։ Մենք նույնպես տեսնում ենք նման վիճակներ, մենք նույնպես տեսնում ենք նման երևույթներ մեր շուրջը եղող, կատարվող իրադարձությունների ժամանակ։ Բայց Մովսեսը չուներ այն մտածողությունը, քիչ առաջ այն արտահայտությունները, որ անում էի, Մովսեսը չուներ այսպիսի մտածողություն, դե ինչ կլինի, թող լինի այս ժողովրդի հետ։ Ինքը չէր մտածում, դե Աստված մի մեծ է, մի բան կանի ձեր հետ։ Որն էր իր արձագանքը։ Այս 18 համարի մեջ հենց առաջին խոսքը շատ է դուրս գալի, 18-ի հենց սկիզբը, ասում է, ես առաջվա պես Տիրոջը աղաչեցի ձեզ համար։ Այսինքն Մովսեսը շատ անգամներ տեսնելով Իսրայելի կամակորությունները կամ նրանց խստապարանոց, նրանց անհնազանդությունները շատ անգամներ տեսնելով, ինքը իր տեսակը չի փոխում Մովսեսը։ Ասում է նորից առաջվա պես ես գալիս եմ Աստծո առաջ ձեզ համար։ Աստծո բարկությունը մի կողմից, Մովսեսի Աստծո բարկության դեմ կանգնելը մյուս կողմից։ Բայց մարդկանց մեջ շատ անգամներ շատ է արմատացած ու խորացած։ Դե ինչ լինում է, թող լինի։ Ինչ արել է, Աստված մեծ է, մի բան կանի։ Միթե մենք չենք կարող նույնպես Մովսեսի պես կանգնել տվյալ երևույթի հանդեպ, կանգնել Աստծո առաջ եւ աղաչանք անել կամ բարեխոսել կամ կանգնել, որ չթողեց Աստծո բարկությունը հասնի տվյալ մարդին կամ տվյալ ազգին։ Հաճախ այն մարդիկ, ովքեր որ մտածում են, հիմնականում անտարբերության հետևանքն է, որ մարդը սկսում է տենց մտածել։ Երբ որ ինքը աղոթքի հետ
շատ աղոթքի մեջ չի, աղոթքի հետ շատ առնչություն չունի, հաճախ իրանց մոտ կդրսևորվի այս մտածելակերպը, դե մի բան կլինի։ Բայց չլինենք անտարբերությամբ կողքից նայող որպես դիտորդներ։ Մեր շուրջը 1000 բան է կատարվում, մենք շատ բաներ ենք տեսնում ու շատ բաներ ենք լսում մեր ականջներով, մեր աչքերով շատ բան ենք տեսնում եւ լսում։ Որն է մեր արձագանքը։ Այս հոգեբանությամբ կամ մտածողության մարդկանց մոտ չի հարատևում աղոթքի կյանքը։ Աղոթքի կյանք ունեցող մարդը դժվար թե այսպեսին սկսի այսպես մտածել կամ հույսները դնենք մի բանի վրա, դե մի բան կլինի։ Ինքներս մեզ խափող չլինենք մտածելով դե ամեն ինչ լավ կլինի։ Ես չեմ ասում, որ այսպես թե այնպես մի բան կլինի։ Եթե մարդը անտարբերությամբ նայի տվյալ երևույթին, սենց տնես մի բան կլինի։ Եթե մարդը հարատևելով աղոթքի մեջ կանգնի Աստծո առաջ աղաչանք անի, էլի մի բան կլինի։ Բայց որն է արդյունավետ, որը կուզես, Աստծո առջև գալով մի բան լինի, թե անտարբերությամբ կողքից նայեմ, մտածեմ մի բան կլինի։ Սենց տնես մի բան կլինի, բայց որ մի տարբերակի մեջ ես դու։ Հիսուսի հայտնի խոսքը Մատթեոս 26:40-ում աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Այս խոսքերի մեջ էլ երևում է, որ աղոթքի անհրաժեշտությունը, բայց եթե մարդը ձանձրանում է աղոթքի մեջ, եթե մարդը թուլանում է աղոթքի կյանքի մեջ, ինքը կսկսի արդեն սենց մտածել, դե լինող բանը կլինի, ինչ ուզում է թող լինի, մի բան կլինի, Աստված մեծ է։ Բա որտեղ մնաց քո աղոթքի կյանքը։ Եթե քո առջև ծառացել է մի խնդիր, ընտանեկան խնդիր կլինի, անձնական կլինի, մարդկանց հետ փոխհարաբերությունների խնդիր կլինի, եթե դու աղոթքով առաջնային է, որ աղոթքով հարցի լուծում չես տալի, այլ մտածում ես, գցում ես ինքնահոսի, դե ինչ ուզում է թող լինի, մի բան կլինի, հույսը դրել ես այդ մի բան լինելու վրա, կարծում եմ այդտեղ ուղղվելու եւ ապաշխարելու տեղ ունենք։ Ինչու աղոթքով չբերես դա եւ հույսներս դնենք մի բան լինելու վրա։ Թող աղոթքի միջոցով այդ մի բանը լինի։ Իրավիճակների հանդեպ անտարբեր մի եղիր։ Եթե մտածում ես լինող բանը կլինի, սա քեզ չի տանի աղոթքի սենյակ, սա քեզ չի տանի դեպի աղոթքի կյանք։ Ուզում ես փոփոխություն, ցանկությունդ քիչ է, աղոթքի գործոնը մի մերժիր։ Ուզում ես հարաբերությունների կարգավորում, աղոթքը մի շրջանցիր։ Ուզում ես բարեկեցություն, որքան ժամանակ ես տրամադրում այս բաները լինելու համար, որքան ժամանակ ես տրամադրում աղոթքին այս բաները կարգավորելու համար։ Թե հույսներս դրել ենք մի բան կլինի։ Ինքներս մեջ չխափենք, այս արտահայտություններով չապրենք անընդհատ, դե լինող բանը կլինի, ինքդ քեզ մի խափիր, պարզապես աղոթքի մեջ կանգնիր։ Մովսեսը տեսնելով Իսրայելի այդ անհնազանդ վիճակը, ինքնահոսի չթողեց, դե գնացեք, ինչ կլինի ձեր հետ թող լինի։ Եվ սա այս մտածելակերպը թուլացնում է աղոթքի կյանքը։ Կարծում եմ մեզանից ամեն մեկս միգուցե մեր մտքով հիմա կհիշենք որոշ բաներ, կհիշենք շատ հարաբերություններ մարդկանց հետ, կհիշես քո անձնական շատ հարցերը։ Մի մտածի, ասենց ինքնահոսի մի տրվի, դե ինչ կլինի, հիմա կլինի։ Պարզապես աղոթքով կանգնես Աստծո առաջ։